Վրաստանում արտաքին ազդեցության մասին օրենքի դեմ բողոքի ցույցերը ֆինանսավորվել են ԱՄՆ-ի նախկին վարչակազմի, մասնավորապես USAID-ի կողմից։ Այս մասին խոսում է Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Մայք Բենզը։ Կիբերանվտանգության փորձագետը խոսել է 2024 թվականի մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին։ Նրա խոսքով օրենքն ինքնին ողջամիտ է եւ այժմ Եվրոպան նույնպես պահանջում է նմանատիպ օրենքի ընդունում, որպեսզի Եվրոպան վերջապես հասկանա, թե արդյոք Ամերիկան գաղտնի ֆինանսավորում է իրենց երկրներում գործող ոչ կառավարական կազմակերպություններին, ինչպես դա անում է 100 տարի։ Բենզի խոսքով Միացյալ Նահանգների շահերից է բխում, որ մյուս երկրները չիմանան, թե ով է ֆինանսավորվում Պետդեպարտամենտի, USAID-ի կամ Ժողովրդավարություն ազգային հիմնադրամի կողմից, որպեսզի այդ կազմակերպությունները կարողանան անարգել ազդել տեղական քաղաքականության վրա։ Պետդեպարտամենտի նախկին աշխատակիցը նաև խոսում է ԱՄՆ-ն ունի երկակի ստանդարտ եւ Վաշինգտոնը արգելում է այլ երկրների ընդունել նմանատիպ օրենսդրություն, քանի որ ունի ազդեցություն։ Սահմանադրական կարգի դեմ ծայրահեղություն քրեական օրենսգրքում ավելացվում է մեկ տեսակի նոր հոդված։ Դատական կոմիտեն այսօր քննարկել է այս հարցը։ Նախաձեռնության համաձայն համակարգված հանրային կոչը, որը ծառայում է հասարակության մեջ սահմանադրական մարմինների անօրինականության մասին պատկերացումներ ստեղծելուն, պահանջում է այլընտրանքային մարմինների ձևավորում եւ հայտարարում է լեգիտիմ մարմնի ներկայացուցիչը կդառնա պատժելի։ Պատիժը կլինի տուգանք կամ մինչև 3 տարի ազատազրկում։ Նախաձեռնությունը չի ազդի միանվագ կատարման վրա եւ դրա համակարգված բնույթը կլինի որոշիչ։ 7 օրենքի փոփոխությունների փաթեթի հեղինակը վրացական երազանքն է։ Հարցը քննարկվել է այսօր իրավական հանձնաժողովի երկրորդ լսման ժամանակ եւ աջակցության է արժանացել։ Նախաձեռնության համաձայն դրամաշնորհի հասկացությունը ընդլայնվում է եւ սահմանումը պարզաբանվում։ Արտաքին լոբինգը դառնում է պատժելի։ Դրամաշնորհը կհամարվի ցանկացած անձի կողմից դրամական կամ միջոցների փոխանցում ցանկացած կազմակերպության, որը կարող է ազդեցություն ունենալ կառավարության վրա։ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան դատական վայրույթ է սկսում, նրանց խոսքով իրենք աշխատում են 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ցույցերը ցրելու ժամանակ ջրային շիթերի հետ խառնված նյութերից տուժած քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Նրանց խոսքով քիմիական նյութերի օգտագործման վերաբերյալ պետական անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննությունը չի համապատասխանում արդյունավետ եւ անկախ հետաքննության չափանիշներին։ Բաչո Ախալայայի դատավարությունը կշարունակվի փակ նիստում, դատավորը բավարարեց մեղադրանքի միջնորդությունը։ Նիստին ներկա է եղել ինքը Ախալայը։ Մեղադրանքի կողմի պնդմամբ ընթացիկ քրեական գործին ներգրավված անձիկ պետական անվտանգության ծառայության աշխատակիցներ են եւ առանձին քրեական գործի վերաբերյալ կան նաեւ գաղտնի նյութեր, որոնց այդ պատճառով գործը կարճացնելու միջամտություն չի ներկայացվել։ Ոչ Բաչո Ախալայան, ոչ էլ փաստաբանները չեն համաձայնել դրա հետ։ Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է հոկտեմբերի 4-ի գործով խմբակային բռնություն կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ, որը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։ Բաչո Ախալայայի խոսքով վրացական երազանքի կառավարությունը պետք է տապալվի բոլոր միջոցներով, ինչը ազատություն ստանալու միակ ճանապարհն է։ Ախալայայի հայտարարությունը քննադատության է արժանացել իշխող կուսակցության կողմից։ Մեծամասնությունը կարծում է, որ Բաչո Ախալայայի հայտարարությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ Ախալայան եւ ազգային շարժումը պլանավորում էին պետական հեղաշրջում իշխանություն գալու համար։ Իլիայի պետական համալսարանում քվոտների բաշխման հարցը եւ դրա հետ կապված սկսած բողոքի ցույցերը դեռևս քաղաքական գնահատման թեմա են։ Ընդդիմության մի մասը նշում է, որ կրթությունը իսկապես բարեփոխումների կարիք ունի, բայց նրանք քննադատաբար են մոտենում այս որոշմանը։ Նրանց կարծիքով դա չի ծառայում նշված խնդիրների լուծմանը։ Իշխող թիմի կարծիքով անհրաժեշտ է քննարկում եւ փաստարկների փոխանակում, ինչը նրանց խոսքով նրանք չեն տեսել Իլիայի պետական համալսարանի կողմից։
Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեն երկրորդ ընթերցմամբ կքննարկի իրավաբանական օգնության մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Արչիլ Գորդուլաձեի խոսքով տարածվում է ապատեղեկատվություն, որ փաստաբանական միությունը եւ պետական կառուցվածքը նախատեսվում է միավորել։ Նրա խոսքով փաստաբանական միությունը կա եւ կմնա անկախ մարմին։ Հարցեր են բարձրացվել իրավաբանական օգնության ծառայության տնօրենի լիազորությունների վերաբերյալ։ Փոփոխությունների համաձայն նրան նշանակում եւ ազատում է աշխատանքից վարչապետը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել շահերի բախման ռիսկի առկայությանը, գլխավոր դատախազի խորհրդում մասնակցությանը։ Չնայած Վոլոդիմիր Զելենսկիի պահանջին Եվրամիության անդամ երկրները պատրաստ են աջակցել Ուկրաինայի դաշինքի միանալու կոնկրետ ամսաթիվ, ասում է Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը։ Կայա Կալասի խոսքով դեռ շատ աշխատանք կա անելու եւ նրանք պետք է ցույց տան, որ Ուկրաինան Եվրոպայի մաս է կազմում։ Ուկրաինայի նախագահի խոսքով աշխարհն արդեն իսկ ամենամեծ փոխզիջումն է կատարել Ռուսաստանի հետ, քանի որ Վլադիմիր Պուտինը եւ նրա շրջապատը բանդում չեն։ Զելենսկու խոսքով ինքը Դոնալդ Թրամփից ակնարկներ է ստանում Ռուսաստանի հետ փոխզիջման անհրաժեշտության մասին։ Նա եւս մեկ անգամ նշել է, որ Ուկրաինան համաձայնել է անվերապահարադադարի, բայց Ռուսաստանը հրաժարվել է դրանից։ Թբիլիսիի քաղաքապետարանը փետրվարի 13-ին վերահայտարարեց տրամվայի գծի կառավարման մրցույթը համաձայն Ասիական զարգացման բանկի գնումների կանոնների։ Կախակալաձեն բացատրեց, որ պատճառը որակյալ արտասահմանյան ընկերությունների հետաքրքրությունն է։ Մրցույթի վերջնաժամկետը սահմանվել է մարտի 31-ը։ Ինչպես պարզաբանեց քաղաքապետարանը, փոփոխությունը չի ազդի նախագծի բյուջեի եւ իրականացման ժամկետի վրա։